Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում իմ տունը քո տունն է հաղորդաշարն է։ Հաղորդաշարի շրջանակում այսօր հյուրընկալել եմ Արցախցի մեր սիրելի քույր Արմինե Ավետիսյանին։ Ողջույն սիրելի Արմինե։ Ողջույն ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Ես եմ շնորհակալ հրավերն ընդունելու համար Արմինե ջան։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո վերադարձաք Արցախ, թե մնացել էիք Արցախում, որտեղ էիք այդ ժամանակ։ 2020 թվականի պատերազմի ժամանակ ամուսինս պատերազմում էր, մեր բոլոր տղամարդիկ պատերազմում էին, իսկ ես, երեխաներս, մայրս, քույրերս, իրանց երեխաների հետ տեղափոխվել էինք Հայաստանի Հանրապետություն։ Մենք տեղափոխվեցինք Մեծայրում գյուղ կոչվում, Վրաստանի հենց սահմանակից գյուղ է, իմիջիայլոց դեռ առաջին Արցախյան պատերազմի ժամանակ ես իմ մայրիկի քույրերի հետ միասին տեղափոխվել էինք այնտեղ, ես դեռ 3 տարեկան էի, էլի պատերազմի պատճառով մորս մորաքրոջը տուն գնացինք եւ մեզ գրկաբաց ընդունեցին ու երբևէ չէի կարող պատկերացնել, որ կարող է նաև մի անգամ ես իմ երեխաների հետ, այդ ժամանակ իմ աղջիկը եւս 3 տարեկան էր, ոնց այդ ժամանակ ես էի 3 տարեկան, նորից գնանք մորս մորաքրոջի տուն, ով եւս գրկաբաց ընդունեց մեզ, տեղափոխվեցինք, մնացինք մինչև 44 օրյայի ավարտը, բայց հետո հետ վերադարձանք Արցախ։ Երբ վերադարձաք Արցախ, ինչ էիք մտածում էիք մնալ, թե հասկանալի էր, որ մինչև 25 թվականը պայմանավորվածություն կար, որ ռուս խաղաղապահները պետք է անվտանգություն ապահովեին, այդ սպասումով, հավատով գնացիք, որ անվտանգ կլինեք, թե մտածում էիք գնանք, տեսնենք ոնց կլինի, միգուցե նորից հետ կվերադառնանք Հայաստանի որևէ մարզում բնակվելու համար։ Մենք հավատում էինք, որ ամեն ինչ լավ կլինի։ Շատ էինք ուզում հավատալ, չգիտեմ, դա միգուցե կույր հավատ էր, բայց հավատում էինք, դրա համար էլ հետ վերադարձանք Արցախ։ Բոլորս տուն ունեինք այնտեղ, նորաստեղծ ընտանիք ենք, տուն ունեինք, փառք Աստծո, մեր ծնողները տունը դրել են երկար տարիների ընթացքում կահավորել են, ձեռք են բերել իրենց համար խանութ, այդ ամենը չարչարմունքի արդյունք էր եւ տքնաջան աշխատանքի եւ թողնել այդ ամենը ու գալ, կարծում եմ խելքին մոտ չէր լինի ամեն դեպքում։ Երբ տեղափոխվեցինք Արցախ, մի քանի ամիս անց Արցախում սկսվեց բուռն շինարարություն, տներ էին կառուցում, անմիջապես մեր տան դիմաց շենք էր բարձրանում, ոնց որ ծաղիկ լինի, ամեն օր ինքը ծլում էր այսպես, հադրութեցիների համար էին կառուցում, ու դա եւս ոգևորում ու գոտեպնդում էր, որ ամեն ինչ լավ կլինի, եթե մարդիկ գումար են ներդրել եւ տուն են կառուցում, հետեւաբար ամեն ինչ լավ կլինի, ուրեմն ամեն ինչ լավ է լինելու։ Ստեփանակերտում է շինարարություն։ Այո, Ստեփանակերտում, ու այդ ամեն ինչը մեր հարևանը տունն էր վերանորոգում, դա եւս ոգևորում էր, չէ որ ինչ որ բանին որ տեսնում ես կառուցվում է, հետեւաբար այդ մարդիկ հավատում են, որ ամեն ինչ լավ է լինելու ու մեկս մյուսին հույս ենք տալիս, որ ամեն ինչ լավ կլինի։ Չնայած արդեն կար այդ վախի մթնոլորտը, որովհետև հենց մեր պատոհանից, որ նայում էինք, Շուշին երևում էր ու մտածես, որ այնտեղ թուրքն է կանգնած ու այստեղ քո տունն է, շատ վտանգավոր էր ու բնականաբար վտանգը զգում էինք ամեն օր։ Բայց մենք ուզում էինք շենացնել, ամեն դեպքում չէինք ուզում գալ ու կմնայինք, եթե ամեն ինչ լավ լիներ։ Վախը, որ հնարավոր է մի օր քո տունը թողնես, երբանից ավելի զգացիք եւ ինչ որ նախապատրաստում եղավ հոգեբանորեն, որ հնարավոր է թողնեք ձեր տունը։ Ես մինչև վերջին օրը ամենայն անկեղծությամբ ես չէի հավատում, որ կարող է ես հանկարծ մի չամադանով, չամադանը չգիտեմ հայերեն ոնց են ասում, մի ճամպրուկով հանկարծ դուրս կամ իմ հայրենիքից ընդհանրապես չէի պատկերացնում ու չէի հավատում։ Բնականաբար ինչ որ պատրաստվելու համար քայլեր արվում էին, այնտեղ փաստաթղթեր էին դրված, որ հանկարծ եթե մի բան լինի, փաստաթղթերդ վերցնես ու
Աստված մի արած է, թե հեռանաս գոնե կարողանաս ինչ որ միտեղ քո հոգսերը հոգաս, բայց հավատալը չէի հավատում։ Հավատացի մենակ այն ժամանակ, որ երբ իմ ամուսինը ինքը զինծառայող էր, Արցախի բանակում էր ծառայում եւ երբ ինքը եկավ իր զինվորական հագուստը հանեց ու ասաց, որ բանակը կազմաքանդվել է, Երբ էր դա։ այդ պատերազմի հաջորդ օրերն էին, ես արդեն աղոտ եմ հիշում, մի քանի օր հետո պատերազմ։ Այսինքն սեպտեմբերի 19-ի, հա, այդ 23 թվականի, հա։ Հա, երբ արդեն ինքը իր զինվորական հագուստը հանեց, ասաց, «Всё, արդեն էլ Արցախի բանակ գոյություն չունի», այդ ժամանակ ես արդեն հավատացի, հետո էլ պատուհանից մենք ապրում էինք Ալեք Մանուկյան փողոցում, պատուհանից դուրս եկա, ասենց տեսա թուրքական ինչ որ անծանոթ տեսակի մեքենաներ են գնում, չգիտեմ, Տիգրա կոչվում, տոլի ինչա կոչվում, ես չճանաչեցի այդ մեքենաները, ամուսնուս հարցրեցի, ասում եմ, «Էս ինչ մեքենաներ են», թե բա թուրքական մեքենաներ են, արդեն որ տեսա թուրքը արդեն Ստեփանակերտում է, այլ ընտրանք չունեինք բնականաբար։ Իսկ մինչև 2023-ի սեպտեմբերի 19-ը Փարուխի ու Քարագլխի դեպքերը ինչ որ հուշում չունեին, որ հնարավոր է այդ ինչը որ կատարվեց այնտեղ կատարվի Արցախի մյուս շրջաններում։ Իհարկե կար վախը, բնական է, որ վախը կար, ցանկացած առողջ դատող մարդ կվախենար, բայց ամուսինս ասում էր ամեն ինչ լավ է լինելու։ Ինքը հույս էր տալիս, ամեն ինչ լավ է լինելու, հավատով ապրում էինք մինչև հասավ այն պահը, որ արդեն գոյաբանական խնդիր առաջացավ, այդ ժամանակ այլ ընտրանք չկար։ Միևնույն է դու չես կարող թողնել քո երեխան հանկարծ ինչ որ մի վատ բան պատահի քո երեխայի հետ։ Արդեն երբ այլ ընտրանք չկար, բնականաբար հավաքվեցինք ու ճանապարհ ընկանք։ Իսկ այդ ընթացքում, այդ ամիսների ընթացքում բլոկադայի ինչ մթնոլորտ էր, ինչ ապրումներ ունեիք, դուք առանձին ընտանիք, ինչ ապրումներ ընդհանուր կար, ապրումակցում գիտեմ, որ կար արցախցիների, բոլորը մեկը մյուսի հետ, ինչ ունեին, կիսում էին, այնպես չի, որ որևէ մեկը հաց ունենար ու հացը հարևանի հետ չկիսեր, հա, մի փոքր էլ դրա մասին խոսենք։ Գիտեք ինչ եմ նկատել, ես միշտ ուսումնասիրում եմ ընդհանրապես մարդկային հարաբերությունների մեջ շատ ուսումնասիրություններ եմ անում, սենց կողքից նայելով, երբ առաջանում են նման իրավիճակներ, երևի դա հոգեբանությունն է մարդկային, երբ արդեն առաջանում է գոյաբանական հարց, սովորական կենցաղային հարցեր, հացի հարց, մարդիկ, ովքեր նույնիսկ վատ հարաբերությունների մեջ են գտնվում, նրանք սկսում են միավորվել։ Դա երևի բնությունն է այդպիսին մարդկային։ Այն մարդիկ, ովքեր անգամ իրար չէին բարևում, թշնամիներ էին դարավոր, իրանք սկսում են միավորվել ու մեկը մյուսին օգնել։ Բնականը մենք շատ էինք օգնում իրար, թե հացի հարցով, թե շաքարավազի հարցով, չգիտեմ, ցանկացած մանրուք, որը թվում է թե բա դա ինչ է, ում տան չկա, բայց բլոկադայի ժամանակ կային մարդիկ, ում տան օրինակ շաքարավազ չկար, ցամաքացի խնդիր կար, կային մարդիկ, ովքեր հերթերում ուշաթափվում էին եւ դա լեգենդ չի, որովհետեւ ես իմ աչքովս եմ դա տեսել։ Ինքս որ ասեմ շատ եմ կանգնել հերթերում, հիմնականում հացի հերթեր էին գոյանում, չեմ կանգնել, որովհետև հիմնականում մայրիկս էր գնում կանգնում կամ ամուսինս էր գնում կանգնում, ես երեխաների հետ դա չէի կարող անել, որովհետև հերթերում առնվազն 4-5 ժամ պիտի կանգնեիր, իսկ երեխաների հետ դա անհնար էր։ Ընդամենը մի անգամ հերթում կանգնել եմ եւ դա եղել է պատերազմի վերջին օրը, այս վերջին պատերազմի հաջորդ օրը կներեք, անվճար հաց էին բաժանում։ Սեպտեմբերի 20-ը, հա, 23 թվականի։ Հաջորդ օրներ արդեն գիտեինք պատերազմ չկա, մարդիկ արդեն նկուղներից դուրս են եկել, բնականաբար մարդը հաց է ուզում ուտի երեխան։ Գնացին այդ հերթում կանգնեցին, հենց մեր թաղամասի կողքի հացի փուրներ, ու ես տեսա ինչպես ուշաթափվեց մի 18-19 տարեկան աղջիկ էր, ով երևի իր ընտանիքի համար եկել է հաց տանի, ու այդ ժամանակ ահավոր էր, ասում ես, մարդ կարող է ցամաքացից էլ ուշաթափվի, այսինքն այնքան բան չլինի տանը ուտելու, որ մարդը գա ու հերթում ուշաթափվի։ Ես դա իմ աչքերով եմ տեսել ու նման դեպքեր շատ են եղել։ Իմ աղջիկա ընկերուհին էլի պատերազմի հաջորդ օրներ Բակում, քանի որ էլեկտրականություն չկար, մարդիկ իրենց փեչերը բերել, դրել, ինչ որ հաց էին պատրաստում, բան, ինչ կար, տանը ինչ կար, սենց հարևաններով պատրաստում եւ ուտում էին։ Տեսնում եմ գույն այդ երեխան փոխում արդեն լրիվությամբ սպիտակել է ու ուշաթափվեց այդ երեխան, ընդամենը 8-9 տարեկան երեխա էր։
ասում եմ ինչ ա եղել, մայրիկը թե բա շաքարավազ չկա տանը, արդեն 7-րդ օրն է, ինքն էլ տենց ամեն առավոտ պարտադիր պիտի շաքարավազով թեյ խմեր։ Տենց դեպքեր շատ են եղել։ Ինչ ունեի, ամենայն անկեղծությամբ ես էլ ունեի արդեն տանը մի փոքրիկ ստիտուպ շաքարավազեր, բերեցի, կիսեցի ու տվեցի, ասում եմ, բա խիչ ես հարցնում, խիչ ես ասում մի բերան, ամաչում էլ էին ուզել։ Մարդ կար ամաչում էր, օրինակ կամա չէր ասել, բայց ինչ բան է չկա տանը, բայց ամոթի բան չկար, մարդիկ պետք է իրար օգնեին ու օգնում էինք իրար։ Արմինե, հետաքրքիր է, որ ռուս խաղապահներ կային, բայց իրենք բլոկադայի ժամանակ սովածության կարիք չունեին։ Իրենց սնունդը ինչ որ ուրիշ տեղով էր գալիս, չգիտեմ, բայց գիտեմ, որ չունեին։ Լավ, իրենք մեր հայրենակիցների անվտանգության երաշխավորն էին, ի վերջո 20 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրով 5 տարի պետք է իրենք ապահովեին անվտանգություն եւ հենց անվտանգության բացակայության շնորհիվ էր, որ Արցախցին բլոկադայի մեջ էր։ Որևէ անգամ եղել է, որ թեկուզ որ նշում ես, որ քո ամուսինը զինվորական է, հնարավոր է, որ դիմաց լինեն իրենց, որ միգուցե օգնեն սնունդով, լավ, ինչ կերպ հնարավոր է, որ ինքը ուտի, հա, ինքը իր ամենօրյա սնունդի հարցը լուծի ու կողքից հիմա դու նշում ես երեխաներ, որ սարսափելի է։ Հա, դա այդպես էր։ Չեմ հիշում նման դեպք, միգուցե եղել է, միգուցե ես չեմ հիշում նման դեպք։ Միգուցե եղել է, չգիտեմ։ Դու նշեցիր, որ չէիր պատկերացնում, որ մի ճամպրուկով կլքես մի առանձնահատուկ պատմություն է։ Այդ ժամանակ մի ճամպրուկ հավաքելու մասին ես դաժե պատմություն ունեմ գրած։ Ինչ վերցրեցիր ճամպրուկի։ Ասում, հա, մտածես, որ ինչ կարաս տնես քո ճամպրուկի մեջ։ Տանը ես ունեի բնականաբար երևի ամեն հայ տան կլինի Սուրբ Գիրքը, ռուսերեն եւ հայերեն տարբերակով։ Սրբապատկեր ունեի պատից կախած, որը նվեր էի ստացել, ինքը ապակու մեջ էր տրված, հանեցի, քանի որ ապակին հնարավոր չէր տեղափոխել, այդ սրբապատկերը հանեցի, մամայիս նկար վերցրեցի, երկու պապիկներիս նկարները վերցրեցի ու մի միջայլոց չեմ հիշում ընդհանրապես, բայց այդ պահին ես ուզում եմ հենց այդ նկարները վերցնել, պապայիս ու մամայիս ծնողների, ինչ էի վերցրել, խաչ էի վերցրել, ինչ ունեի ու երեխաներիս ձմեռային հագուստը, կուրտկաները, բանը, որ առաջը ձմեռ էր գալիս, այդքանը։ Բիրկան եմ վերցրել, որ երեխան ծնվում է, իր ձեռքին փաթաթում են այդ անունը գրած, մամայի երեխայի կիլոն այդ էի վերցրել։ Ինչու քիչ իր վերցրեցիր։ Տեղ չկար, առաջինը տեղ չկար, ինչ որ բան տեղավորելու համար, պապայիս մեքենայով ենք եկել, փոքր մեքենա է, տատիկիս էլ ենք բերել մեր հետ, երկու երեխաներ, այլ տարբերակ չունեի։ Այդ չամադանը ինքը բավականին ծանր էր, այլ տարբերակ չունեինք, մի չամադանով պիտի գայինք։ Որտեղ տեղավորվեցիք Հայաստան, որ մարզ, հիմա գիտեմ, որ Երևանում եք բնակվում, բայց հենց մի անգամից եկաք Երևան։ Չէ, մենք մի անգամից եկանք հյուրանոց, քանի որ տան հարթը շատ էր, սուր էր դրված, տուն չէին կարողանում գտնել, կամ էլ շատ թանկ էին, եկանք գաստինիցայում մնացինք, որը եւս վճարով էր, բայց հասանելի էր։ 2-3 շաբաթ մնացինք այդ գաստինիցայում, հետո տեղափոխվեցինք պետական շենք, մի սենյականոց բնակարան։ Մինչև հիմա այնտեղ ենք։ Արմինե, ես հիշում եմ մեր նկարահանող խումբը Արցախի հայաթափման ժամանակ Կորնիձորում էր, Գորիսում էր եւ երբ հիշում եմ այդ պատկերը, սարսափելի էր։ Բայց մի ես ուզում եմ կտակ շնորհակալություն հայտնել այն ժամանակ, երբ մենք Արցախից ընտանիքով տեղափոխվում էինք Հայաստան, հենց այդ Կորնիձորում, որ Կարմիր խաչի վրաները խփած են այդ մասում, հենց անցանք Հակարի կամուրջը, ես ինձ ընդհանրապես Արցախում թույլ չէի տալիս լացել։ Ես չէի լացում, ես չգիտեմ դա ինչ է կոչվում, բայց անգամ նկուղում, անգամ այդ ձայների տակ, երբ գիտես արդեն կարող է գան ու քո երեխային էլ սպանեն քո առաջ, անգամ այդ ժամանակ ես չէի լացում։ Իմ երեխաների հետ միասին որ իջանք նկուղ,
անխտիր բոլորը լացում էին, մայրեր, ծերեր, տատիկներ, բոլորը անխտիր լացում էին։ Այդ պահին եթե ես լացեի, իմ երեխաները իմ հետ պիտի լացեին։ Գնացի մեր հարևան պատվալի միջով, որ գնում ես նկուղի միջով, խնդրեցի իրենց մայրիկին, որ երեխաներին հավաքի ու կամ մեր նկուղը, որպեսզի երեխաները խաղան ու այդ ձայներին ուշադրություն չդարձնեն։ Հենց այդպես էլ արեցինք, խնդրեցի, 3 երեխաների հետ եկավ, երեխաները սկսեցին խաղալ, իսկ ես ամբողջ գիշեր այդ աղջկա հետ զրուցում էի, ամեն ինչից, բայց բացի պատերազմից անգամ հումորներ էի անում, երևի դա ինչ-որ ինքնապաշտպանական բնազդ էր, չգիտեմ, մենակ չլացեինք ու մենակ երեխաները չտեսնեին մեր արդյունքը։ Հետո որ տեղափոխվեցինք եկանք այդ հակարի կամուրջը ու տեսա ինչպիսի գրկաբաց մարդիկ են մեզ մոտենում, ջուր էին տալիս, հաց էին տալիս, բուտերբրոդներ էին տալիս, մենք էլ այդ բլոկադայից հետո բնական չենք տեսել լիքը բաներ ու կարոտ էինք, տարական շոկոլադին կարոտ էինք։ Բառից բուն իմաստով ես ասեցի, որ գամ Հայաստան, մի մեշոկ շոկոլադ եմ առնելու, ես երախը կուտեն, որ հանկարծ աչքները վրան չլինի։ Շատ լավ են դիմավորել, բոլորը գրկաբաց, բոլորը հոգատար, ամեն ինչով կողքիդ ու սադարող ես սկսեցի լացել, ճիշտն ասած, չգիտեի լացում էի, որովհետև արդեն գոյաբանական խնդիր չկար, ֆիզիկապես բնաջնջվելու խնդիր չկար, թե լացում էի, որ այսպիսի մարդիկ կան, ովքեր սենց պատրաստ են քեզ անծանոթ, բայց գրկաբաց ընդունել։ Այդ նույն հուզմունքս առաջացել է նաև Գորիս քաղաքում, մենք մեքենան կանգնացրել ենք, հայրիկս մտել է խանութ սնունդ առնի, դե այնտեղից սնունդ բերել, այդքան բան չկար, որ բերեինք, բնականաբար մտավ խանութ, ինչ-որ բան վերցնել ու լրիվ անծանոթ մի ջահել կապուտաչիա շատ սիրուն մի տեղա մոտեցավ, իրանց դարպասներն էլ հենց իր աչքերի գույնին սենց բացեց դարպասները, թե Արցախից եք, ասում ենք, այ ասում, դե եկեք ասում, կակբուտը մենք եկել ենք մեր աղբոր տուն, սենց մայրը սկսել է հուզվել լացում, ասում եմ, խես լացում, ասում, բայց ինքը մեզ չի ճանաչում, միգուցե մենք վատ մարդիկ ենք, այդպիսի գրկաբաց ընդունում էր, ես դա աննկարագրել էր, իրոք շատ գրկաբաց ընդունեցին ու բավականին, չգիտեմ, գժվելու բան, դա տեսնել էր պետք միայն։ Այսինքն այդ դուք երբ որ գալիս էիք, այդ զգացումը չկար, որ օտար հող եք, հա, մտնում։ Չկար, կար անորոշության զգացում, մենք գիտեինք, որ ամեն դեպքում ես ընդունելու, են գրկաբաց են ընդունելու, լավ են ընդունելու, բայց կար այն զգացումը, որ դու, ոնց ասեմ, որ ասում են հողը ուժ ունի, որ հայրենասիրական ինչ-որ պատմություններ ես կարդում, ասում են հողը է սա, որ գալիս ես քո հողի մոտ լեզուտ էլ է երկարում, չգիտեմ, սկսում ես ավելի ինքնավստահ լինել, դա իսկապես այդպես է։ Ես հիշում եմ, որ 20 թվականին, երբ գնացի Արցախ, մի քանի օր հետո բուկվալն խնդրեցի ամուսնուս, ասում երեխեքին կարաս նայես, ասում է հա իհարկե կնայեմ, ուր ես ուզում գնալ, ասում ուզում եմ ոտքով քայլել մեր քաղաքով, ոտքով դանդաղ, ես էլ շատ արագակալ մարդ եմ, այդ օրը թե ինչ դանդաղությամբ եմ քայլել, չեմ կարող բացատրել, սենց դանդաղ ու անընդհատ ուսումնասիրելով քաղաքի որ մասն է վնասվել, այն որ կասետնի բոմբ են ասում ընկնում է, ինքը գետնի վրա շատ սիրուն պատկեր է ստեղծում, չնայած դա մի վատ բան է, բայց այնքան սիրուն պատկեր էր ստեղծված, ինձ նայում է, ասում ոչինչ, ես էլ կսարքվի ու իրոք հետո վերանորոգեցին այդ մասերը։ Գնացի հասա մինչև Շուշվա ուկլը ու այդպես նորից քայլելով հետ վերադարձա, այդպես երևի կարոտը սառա։ Այն օրը մտածում եմ, ասում ինչ կանեի, եթե հանկարծ մի հրաշքով մենք նորից հայտնվենք Արցախում, ասում երևի սենց կպարկեմ գետնի վրա, սենց կգրկեմ հողը ու ներողություն կխնդրեմ։ Ինչի համար։ Որ կողքին չենք, որ թուրքն է այսօր քայլում մեր հողով, որ գերեզմանները օրինակ քուրիկիս ամուսինը զոհվել է, այնտեղ հող արկավորված, որ ծաղիկ չեն կարում տանել դնել թեկուզ գերեզմանին։ Օրինակ մենք համամեկս մեր երազանքները թողել, երբ հիմա ես նայում եմ իմ ծնողների աչքերին, ես իրանց չեմ ճանաչում։ Իրանց աչքերում ինչ-որ բան կա, որ ներսումդ ինչ-որ բան մահանա, այդպիսի մի բան կա, դրանից էլ ես նեղվում, այն որ այնքան օրինակ ամուսնուս հայրը զոհվել է Արցախյան առաջին պատերազմում, եղել է դեպքը 30 քանի տարի առաջ,
բայց այսօր ես զգում եմ նրա բացակայությունը, օրինակ ասում եմ, ինչի իմ երեխան չունի երկու պապիկ։ Ես օրինակ շատ եմ սիրում պապիկներին, ինքս քանի որ պապիկի ջերմություն չեմ տեսել, միշտ ասում եմ, երազում եմ, որ իմ երեխան իր պապիկի հետ այգում քայլեր, հեքիաթ պատմեր պապիկը միասին գժություններ անեն, այդ բացն էլ ազգացվում, միշտ ասում եմ, օրինակ ոչ ոք չի կարող այդ բացը լրացնի։ Այսօր կարծես թե 30 քանի տարի առաջ իրական եղած դեպքը այսօր էլի ազդում է մեր ընտանիքի երջանկության վրա։ Տխուր հիշողություններ են, բայց ինչպես ես տեսնում ապագան։ Չեմ սիրում պլանավորել, նմանավանդ հիմա, քանի որ երբ պլանավորում եմ, ոչինչ չի լինում։ Փորձում եմ ապրել այս օրով, երեխաներիս հետ ցրվելով, հնարավորինս չմտածելով վատ բաների կամ բացասական բաների մասին, կարծում եմ շատ վատ է, երբեք չեմ պատկերացրել, որ կարող է գաղթական դառնամ, կամ լիարժեք այդ բառի իմաստը սկսել եմ հասկանալ բառի կրող դառնալուց հետո։ Չգիտեմ, ամեն դեպքում արցախցիների հոգում, ովքեր իրենց կամքով չեն դուրս եկել Արցախից, կոտրված մի բան կա։ Ես դա տեսնում եմ իմ ծնողների աչքերում։ Իսկ երեխաների վիճակը ինչպես է, ինչպես են իրենք ապրում, ինչ հիշողություններ ունեն, խոսում են հիշողությունների մասին, թե ոչ։ Առաջինը, որ եկել ենք այդ բնակարանում ապրելու, աղջիկս առաջին հարցը որ տվել է, ասում եմ, մամ, պատվալ կա ստեղ, ասում, իսկ ինչի՞ տա պետք պատվալ բաս, ասում է, բա որ պատերազմ լինի, ինքը միշտ հարցում է, մամ, բայց կա, на всякий случай ինքը միշտ պարզում է, դա, ու միևնույն է, ինչ որ բարձր ձայն ենք լսում, անգամ որոտի ձայնից, սկզբում շատ ավելի, հիմա էլի կա ընդգծված այդ մեր մեջ այդ բանը, մենք վեր ենք թռնում տեղից։ Մամա, այն ինչ ձայն է, ասոբին մանավանդ աղջիկս։ Ինքը միշտ տենց բան է արձագանքում, որ սկզբից չէի թողնում, օրինակ մենակ տանը գնում խանութ կամ ինչ որ մի հարց լուծում, միշտ իմ հետ էի տանում, քանի որ գիտեմ ինքը տարական ինքնաթիռ էր թռչում, ինքը սենց վեր էր նայում, ամեն ինչ է։ Երեխաների մեջ դա մնացել է։ Կարծում եմ ժամանակի հետ դուրս կգա, բայց ոչ իսպար։ Իսկ դպրոցում ինչ կերպ ընդունեցին երեխաներին։ Դպրոցում մենք 66 դպրոցում ենք սովորում, երկու երեխաներս էլ շատ լավ ընդունեցին, գրկաբաց, իմ աղջիկա դասարանում կա մի 4-5 արցախցի, առանձնահատուկ լավ վերաբերմունք, ընդգծված լավ վերաբերմունք, անգամ ասում եմ, դաժե տարբերություն ա դնում դասատուն մերոնց մի այլ կարգի ուշադրության արժանացնում, մենք Երխա Չատրյանը իրոք շատ շնորհակալ եմ, ինքը նաև որ սկզբից եկել ենք, դե երեխաների համար մի քիչ դժվար է բարբառից ուղիղ անցնել գրականին։ Մեր դպրոցներում էլ էին գրական խոսում, բայց երեխաների մեծ մասը հիմնականում բարբառով ա շփվում, դասատուն տեսել է, որ իրանք մի քիչ նեղվում են այդ շփման պահին, ինչ որ խոչընդոտներ կան, արցախցիներին ասում էր դուք կարող եք հավաքվել ու խոսել ձեր արցախերենով, ինչքան ուզում եք խոսացեք։ Մի օր էլ աղջիկս եկել է, ասում մամ, ընկեր Խաչատրյանն ասել է, որ Արցախի բարբառը մեր հարստությունն է, ճիշտ է ասել, ասում հավիկա։ Մամա, բա այդ ո՞նց է մեր հարստությունը, տենց ոգևորում է երեխաներին ու շատ լավ են ընդունել, փառք Աստծո։ Երբեմն ուզում են մեզ տարանջատել, ասել Արցախցին ուրիշ էր, Հայաստանում բնակվողները ուրիշ են, Արցախը ուզում են մեզանից օտարել։ Դու ամբողջ քո գիտակցական կյանքում ինչ ձև ես մտածել, որն է քո կարծիքը, Արցախցին ուրիշ է, Արցախը Հայաստանի մաս չէ։ Բնականաբար Արցախը Հայաստանի մաս է, նայեք, տարբերություններ կարող են լինել մեր մտածելակերպերի մեջ, մենք շտկի Ստեփանակերտը, չգիտեմ իմ անունից եմ խոսում, լեռնային գոտում էր, մեր պատոհանը բացում ես, լեռներ են այնտեղ։ Միգուցե այդ լեռներն անգամ ազդում են մարդու բնավորության ձևավորման վրա։ Միգուցե Արցախցում մեջ կա ինչ-որ ուղիղ խոսելու, ինչ-որ հակում, հումորի զգացումը մեր ուրիշ է, լեզվամտածողությունը ուրիշ է, քանի որ մենք բարբառով ենք խոսում, իսկ դուք գրականով եք խոսում։ Այդ տարբերությունները կան, բայց կարծում եմ այդ տարբերությունները մեզ ավելի հետաքրքիր են դարձնում մեկս մյուսիս համար։ Օրինակ Արցախում ես
Ստեփանակերտից մի ընկերուհի ունեի։ Ընկերուհիներից մեծ մասը մեկը Մարտունուց էր, մեկը Հադրութից էր, որոնք եւս շատ տարբեր հումորներ ունեն, տարբեր խոսքն է իրանց տարբեր, բարբառներն է տարբեր։ Ինձ համար հետաքրքիր է այդ մարդկանց հետ շփվելը, որոնք շատ բան ունեն տարբերվող մեզանից, անգամ հումորը, որ մի բան խոսում են, իրանց խոսքը ուրիշ է հնչում։ Կարծում եմ դա պիտի հակառակը միավորի։ Հա, մենք ունենք տարբերություններ, դա միանշանակ է։ Բայց կա Արմինե, Հայաստան տարբեր մարզերում է հիմա գորիսեցին, հա, անգամ հնարավոր է որ լեզվա մտածողությունը տարբեր է, խոսակցականը տարբեր է, ինչ ասեմ, Հրազդանի, Լոռեցու խոսքը ուրիշ է, բայց չկա տարանջատումը, չէ, որ մենք հայ ենք, մենք մեկ ազգ ենք եւ դա մեզ ավելի հետաքրքիր է դարձնում։ Ինձ համար այդպես է կոնկրետ, նայեք, ես այդ ալիքին, այդ չարության, արցախատեղծության քարոզին ընդհանրապես տեսնում եմ այդ ամենը Facebook-ի հարթակում։ Ես ուրիշ հարթակներում, մենակ սոցիալական ցանցերում կոմենտի տեսքով, հիմնականում անդեմ պրոֆիլներով կամ տարօրինակ պրոֆիլներով հասկանում ես, որ մարդը անգամ խնդիր ունի սեփական եսի հետ, նեղանալու կարիք չկա կարծում։ Միգուցե ոչ թե միգուցե շատ դեպքում դրանք ֆեյքեր են։ Հա, այնպես իմ աչքով ես չեմ տեսել։ Ես իմ շրջապատում չեմ տեսնում նման մարդիկ, շփվում եմ, բայց չեմ տեսնում նման մարդիկ։ Կարծում եմ դա ինչ որ ալիք է հատուկ ֆինանսավորվող, ոչ թե կարծում եմ, այլ վստահ եմ, եւ չի բացառվում, որ Թուրքի կողմից ֆինանսավորվող, չէ որ տիրելու համար հերիք է բաժանել ու ներքին պարակտում ինձ թվում է հերիքա, որպեսզի տվյալ ազգը քանդես։ Ցանկացած առողջ մարդ կարծում եմ չպիտի տարբերություն դնի, ընդհակառակը հաշվի առնելով, որ այս մարդկանց մեջ կա բացվերք, երևի աղ չի լցնի։ Ամեն օրդ սպասում ունի Արցախ վերադարձի։ Անկեղծ մենք քուրիկներով խումբ ունենք արցախցի տենց բարբարով այնտեղ խոսում ենք, մեր բարբարն ենք հիմնականում կիրառում, քուրիկներից մեկը տենց կույր հավատում է ու ինքը ասում է մենք գնալու ենք Արցախ, տենց մեր մեջ բատլներ է տեղի ունենում, ասում եմ հեքիաթներին մի հավատա, հեքիաթներ մի հորինի, երհաշքներին մի հավատա։ Ես ինքս իրատեսական չեմ համարում, ես չեմ սիրում ինքս ինձ խաբել։ Ես շատ կուզենայի երազանքի նման մի բան է, բայց նաև հասկանում եմ դա ինչ գնով պիտի տեղի ունենա, եթե հնարավոր լինի։ Չեմ ուզում այդ գինը վճարենք։ Ինչ գնով։ Իհարկե արյան գնով։ Կարծում ես միայն արյան գնով հնարավոր է վերադարձ Արցախ։ Այո, իսկապես տենց եմ կարծում։ Աստված չանի, գոնե խաղաղություն լինես, երեխեքը ապրենք, վերջապես մի սերունդ չի կարող, արդեն 4-րդ պատերազմ ենք տեսնում, ազգը չի հասցնում ուշքի գալ, գոնե եղածը պահենք ու ներսից չքանդվենք։ Դու ասում ես, որ խաղաղություն կուզեիր, որ լինի, բոլոր մարդիկ են ուզում, բանական մարդը խաղաղության կողմնակից է, բայց նաև այսպիսի մի խոսք ասում են, եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի, այդ դեպքում հա, իհարկե, եթե խաղաղություն ես ուզում, խաղաղ օրերին պիտի պատրաստվես պատերազմի, շատ կուզենայի այդ պատերազմները լինեին կրթության տեսքով, մրցույթների տեսքով, վազքի տեսքով, սպորտի տեսքով, բայց ոչ արյան գնով։ Շնորհակալ եմ, սիրելի Արմինե։ Սիրելի հայրենակիցներ, իմ տունը քո տունն է հաղորդաշարի շրջանակում զրուցեցի արցախցի մեր քույր Արմինե Ավետիսյանի հետ, այսքանից, տեսություն։